Ողջույն հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի միացած տիրադավների ցուցակը, ինչպես գիտեք, գլխավորում է հայ առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան Տերտերյանը, եւ այդ լուրը հայտնի դառնալուց հետո մեր համայնքում որոշակի հավատացյալ համայնքում խմորումներ են տեղի ունենում, ոմանք բոյկոտում են, ոմանք պասիվ են, ոմանք լքել են եկեղեցին, ոմանք էլ որոշել են ներսից պայքարել այդ ամենի դեմ։ Իրավիճակի մասին այսօր պարզաբանումներ ստանալու եւ մանրամասներ իմանալու թեմայով զրուցելու եմ Յունոնո Հակոբյանի եւ Տիգրան Նիկողոսյանի հետ եւ սկսենք Յունոնայի հետ, ողջույն Յունոնա, շնորհակալ եմ, որ եկաք։ Նախ ինչպիսի իրավիճակ է, տարբեր լուրեր ենք լսում, տարբեր, այսինքն մենք ինքներս այդ ամենի մեջ ենք, իհարկե շատերը վրդով-մունքով արձագանքեցին Հովնան Տերտերյանի ինքնախոստովանականը, որը մինչև բավական երկար ժամանակ ասում են նույնիսկ ցուցակում իր անունը կար, բայց ինքը չէր խոսում։ Վերջերս սկսեց խոսել եւ կարծես թե արդարացնել, թե ինչու է միացել տիրադավներին եւ ինչու է Նիկոլ Փաշինյանի աղանդավորական շարժումն առաջ տանում նաև այստեղ։ Գիտեք, շատ ցավոտ էր, ես Հայաստանում էի, հետո երբ որ հետ եկա, գնացի Սուրբ Պետրոսում էի, դուրսն էի, կանգնած, քանի որ ստորագրություններն էինք, մարդիկ ուզում էին ստորագրեն, որոնց հետ պայմանավորվել էի նախորոք, ուրեմն տեսա, որ մարդիկ դուրս են գալիս, տեսան Սրբազանին, թույլ տվեք Սրբազան ասել, որովհետև ինքը կարգալույծ եղած չի եւ ինքը Սրբազանա դեռ իր օծությունը կա եւ մարդիկ դուրս էին գալիս, հարցնում էին ինչու եք դուրս գալի, ասում էին կներեք, բայց մենք ուրիշ եկեղեցի ենք գնալու։ Շատ ցավոտ է դա տեսնելը, որ ինչքան այսենց բաժանված են մարդիկ, երկրի մեջ կարողացան սև ու սպիտակների բաժանել, հիմա նույն բանը փորձում են անել եկեղեցում։ Դա շատ ցավոտ է տեսնելը, որ ժողովուրդը այս ձևով բաժանված է։ Ես հորդորում եմ մարդկանց, որ կարգալույծ եղած չեն, նրանք դեռ մեր օծությունը նրանց վրա կա, մինչև որ եթե դա լինի, կարգալույծ արվեն, բայց բոլոր դեպքերում հիմա պետք չի ոնց որ ձևի ասենք, դա մի քիչ ցավոտ էր, էլի տեսնել։ Լքել եկեղեցին պետք չի, որտեղ մեր թշնամին դա է ուզում։ Գնում են այլ եկեղեցի, մեր եկեղեցիները, թե։ Այո, մեր էլի եկեղեցի, նույն թեմի եկեղեցին է, բայց այն տեր հայրերի մոտ, որոնք որ կաթողիկոսի հետ են, բացի դրա։ Այո, կան։ Որովհետև մենք ցուցակ չտեսանք, օրինակ Հովնան Սրբազան ասացիք, թույլ տվեք ես չասեմ, լավ, Հովնան Տերտերյանի ցուցակ էինք սպասում, թե ովքեր են միանում, կարծես թե չկա, դա խոսում է այն մասին, որ ոչ բոլորն են համամիտ։ Պարզ է, որ բոլորը համամիտ չեն, դա իհարկե, այո, պարզ է, բայց դա էլ է շատ ցավոտ, որովհետև ես պատկերացնում եմ տեր հայրերի վիճակը, որոնք որ փաստորեն մեր քահանաների վիճակը, որոնք որ գործը տալիս է թեմի առաջնորդը նրանց, փաստորեն եթե նրա հետ համաձայն չեն, նրանք կարող են գործազուրկ մնալ, ոնց որ տեսերով։ Եվ ոչ միայն գործազուրկ, շատերը վիզայի խնդիր ունեն, չէ՞։ Այո, շատ հարցեր կան, որ օրինականության, այսինքն եթե աշխատանք չունեն, ուրեմն պետք է գնան։ Մի խոսքով բազմաթիվ շատ ավելի շատ լծակներ կան, քան Հայաստանում։ Այո, դրա համար հենց մենք որոշեցինք, որ ստորագրահավաք անել, որ քահանաները տեսնեն ժողովրդի ոնց որ ընդվզումը, այո, նրանք տեսնեն, որ ժողովուրդը ինչ է ուզում եւ բոլորին տալ, քահանաներին տալ մեր նամակները, մեր ստորագրությունները, այո, դուք ստորագրահավաք եք սկսել, խնդրեմ, պատմեք այդ մասին, ինչի մասին է ստորագրահավաքը եւ այո, մի անգամ հավաքվեցինք, ուղղակի հայտարարեցինք, որ ուզում ենք աղոթք անել ամենայն հայոց կաթողիկոսի եւ եկեղեցի համար, հավաքվեցինք մի քանի հոգով, որոշեցինք խումբ ստեղծել, այտենց ուղղակի հավատավոր մարդկանց եւ այդ խմբով չեմ էլ հիշում ով ասեց, որ եկեք սենց նամակ գրենք եւ ստորագրությունները հավաքենք մարդկանց, որ ոնց որ տեսնենք, որ մարդիկ ինչ են։ Կարող է մենք ուզում ենք, բայց մենք մի քանի հոգի ենք, բայց ես չէի սպասում, որ այդքան մարդիկ կաջակցեն եւ
պատասխան կլինի Ամերիկայի մեջ, Ձեր տակ է հիմա այդ ստորագրահավաքի նախնական Այո, նամակը եւ ստորագրահավաքը ուղղված է կաթողիկոսին։ Նամակ ուղղված է կաթողիկոսին, ուղղված է արևմտյան թեմի առաջնորդին եւ հոգեվոր հայրերին, թեմի հոգեվոր հայրերին, որ նրանք էլ տեղյակ լինեն, նրանց ժողովուրդը, նրանց համայնքը ինչա ուզում, ինչա պահանջում։ Եվ ինչ է պահանջում։ Եվ սա, ասենք, ամբողջ բանն է, մենք կարող ենք երևի կարող եք հրապարակել նամակը արդեն, որովհետև արդեն ուղարկված է եւ թեմին ուղարկված է եւ տեր հայրերին բոլոր քահանաներին մենք պլանավորում ենք ուղարկել, դե բոլորին ուղարկված չի կարծեմ, բայց ուղարկելու ենք, որտեվ այս քանի օրը ուղակի ստորագրություններն էինք հավաքում եւ ընդամենը մեկ կիրակիով ոնց որ հայտարարեցինք, ասում եմ, չէի սպասում, որ այդքան մարդ կուզեն, մեկը տանում էր, ասում էր, բա ես ուզում եմ իմ ընտանիքն էլ ստորագրի, ինչպես անենք, որ ընտանիքն էլ ստորագրի, չէի սպասում։ Եթե կարճ ձևակերպենք, սա այն մասին է աջակցություն կաթողիկոսին եւ դատապարտում տիրադավների գործողության։ Այո, այն որ նրանք անում են, շատ վատ օրինակ է ցույց տալիս, որովհետեւ քահանաները եւ սրբազանները, բոլոր հոգեվորականները, նրանք հնազանդության ուխտ են տալիս, չէ։ Եթե նրանք այդ հնազանդության ուխտը խախտում են, հասարակ հավատավորների մասին էլ ինչ ասել, էլ ինչ սպասենք։ Այսինքն ամեն մեկս ամեն մեկի վրա կարող է մատ ցույց տալ։ Մինչև հիմա շատ բաներ կար, որ սխալ էր կարող է արվում եկեղեցի մեջ, կարող է ճիշտ էր, բայց մենք էինք տեսնում որպես սխալ, բայց մենք իրավունք չէինք մեզ տալիս, որ մատով ցույց տալ, որտեվ մենք չենք դատավորը, ճիշտ է թե չէ։ Մենք կարող ենք ինչ որ բան ունենք խոսելու, մենք մեր քահանաներին, ասենք եկեղեցի ղեկավարին, կարող ենք ասել խորհուրդը կա, հա, խորհրդին կարող ենք դիմել, բայց գնալ նրանց հակառակ կամ ինչ որ բան, դա հնազանդություն է, որը որ առաջինը հենց քրիստոնեության մեջը կարգ կա, կարգ գոյություն ունի։ Եթե կարգով չեն գնում, եթե ներքին հարցը դրսի միջոցով են ուզում դա բան անել, նամանավանդ երբ սկսեց այս ամեն ինչը, երբ որ Փաշազադեն հայտարարեց, որ եկեղեցին վտանգ է սպառնում ում Թուրքիային, այսինքն այդ ժամանակ սկսեցին մեր եկեղեցի հարցերը լուծեն։ Մինչև հիմա բարելավման հարց չէր լինում, որ այդքան կարևոր մի հատ բան էր, որ միանանք թշնամիների հետ, փաստորեն։ Ինչի էր այդ համընկնել այդ Մեր եկեղեցին ընդհանրապես թուրք-ադրբեջանական տանդեմի աչքի փուշն է եղել միշտ, որովհետև հատկապես Լոս Անջելեսի, Կալիֆոռնիայի հայ համայնքը իր ազդեցությամբ, չէ, միշտ աչքի է ընկել թուրք-ադրբեջանական շահերի դեմ եւ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի այդ համայնքը պառակտեն։ Հիմա կարծես թե Նիկոլ Փաշինյանը շատ հաջողությամբ արել են, ինչ որ իրենք 100 տարի չեն կարողացել անել։ Հենց դրա համար էլ ուզում եմ նորից նշեմ, որ շատերը ասում էին, ես այսօր եկեղեցի չեմ գնացել, ուզում եմ ստորագրել, բայց եկեղեցի չեմ գնացել, ես ուզում եմ ասել, որ հակառակը մենք պետք է ավելի շատ եկեղեցի հիմա գնանք, որովհետև մեր թշնամին ինչ է ուզում, հենց դա էլ ուզում է, թշնամուն չուրախացնենք։ Քահանաներ, որ ասացիք, կան քահանաներ, որոնք չեն համամիտ չեն Հովնան Տերտերյանի հետ, եւ այդ քահանաները տարբեր եկեղեցիներում են գործում, կարող են գնալ այնտեղ։ Այո, կարող են գնալ, եթե ուղղակի ֆիզիկական բան։ Տալ եւ Թահանգայի եկեղեցից շատ կա, Սիեթլից մենք ստորագրություններ ունենք, բոլոր եկեղեցիներում իհարկե կան, բայց Տեր Գևորգն Սուրբ Պետրոսում եւ բանում Փորթեր Ռանչում եւ շատ հարգում եւ պարզահարգանքի արժանի, որովհետեւ նա նոր եկել, ավելի շատ է պետքությունը նրա համաձայնության ինչ որ ղեկավարների հետ, հա, բայց փաստորեն այդքան, ասենք, մարդիկ ամեն դեպքում մեր եկեղեցին լքել պետք չէ։ Այո, ոչ մի դեպքում բողոքական դառնալ պետք չէ, կաթոլիկ եկեղեցի գնալ պետք չէ, պետք է գնալ ուղղակի այն քահանայի մոտ, ովքեր որ Եվ ասում եմ, բոլոր դեպքերում ով որ կարգալույծ եղած չի, այդ օծությունը միևնույնն է նրանց վրա կա։
Եվ օծությունը գալիս է Աստծուց, ոչ թե մարդուց։ Յուրոնա, դուք միշտ պատարակներ լինում եք, կաթողիկոսի անունը զեղչվում է թե ոչ։ Չէ, կաթողիկոսի անունը տալիս են, դեռ ինչքան հասկանում եմ, հրաման չկա։ Եկեղեցում Այո, միշտ տալիս են, այո, դեռ չգիտեմ, հրաման չկա, թե դրված է ոնց որ ամեն մի քահանայի վրա, չգիտեմ, ես դրանք չգիտեմ ոնց է արված, որովհետև մենք ժողովներին ներկա չենք լինում, երբ որ լինում են ժողովները քահանաների, որը որ եղել է, կարծեմ այս վերջերս եղավ, չէ՞, մի հատ 15-ին կարծեմ հունվարի, այո, եւ այդ դրանից մենք հասկացանք, որ ինչքան ճնշում է դրվում քահանաների վրա, որովհետեւ նույնիսկ եթե նրանց բան չի ասվում, բայց եթե քո ղեկավարությունը ինչ որ բանի դեմ է, սպասվում է, որ դու էլ պետք է դեմ լինես, բայց այդ դեպքում նրանք կաթողիկոսի դեմ են կանգնում։ Հիմա այդ հիերարխիայի ոնց որ խախտում կա, կարգի խախտում կա, այդ կարգի խախտումը դա է, որ եթե մենք կարգը խախտենք, մենք ամբողջ եկեղեցին ենք խախտում փաստորեն դրանով եւ բարձա որ դրանից արդեն քանդվածությունը Ձեր կարծիքով Հովնան Տերտերյանը այս ճնշումները զգում է եւ արդյոք դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հայտարարեց, որ պիտի գնա եւ մասնակցի եպիսկոպոսաց ժողովին։ Ես չգիտեմ, Աստված է ոնց որ սրտերը զննում, մենք չգիտենք սրտի մեջ մարդու ինչ է կատարվում։ Հույս ունեմ, իհարկե, որ ինքը կհասկանա, կտեսնի, հենց դրա համար էլ մենք ստորագրահավաք ենք արել, մենք ուզում ենք նրա հետ խոսել, որ տեսնենք ինչ ասենք, թե պատճառաբանությունը ինչն է, մենք պատճառաբանությունը չունենք, ինչ որ 30 տարվա ընթացքում բարելավման այդպիսի բան չի եղել, ասենք բոլոր եկեղեցիները, բոլոր հաստատությունները բարելավման, ասենք կարիք ունեն, բայց հենց հիմա է պետք է ում հետ պիղծ մի քանի հոգու հետ որի մեջ վարչապետն է։ Այո, իշխանությունների։ Արդեն հարյուրավոր մարդիկ ստորագրել են շատ կարճ ժամանակում, թեև այդպես չել հայտարարվել, որքան հասկանում եմ։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել։ Ուղղակի ես իմ Facebook-ի մեջ դրեցի, որ մենք անելու ենք եւ ասում եմ, այնքան մարդիկ պատասխանեցին, որ անծանոթ Ընդ որում այս ստորագրահավաքը հենց հավատացյալների եկեղեցական կյանքին ամենօրյա մասնակցություն ունեցող մարդկանց շրջանակ, ոչ թե ընդհանուր համայնքի, որտեղ ընդհանուր համայնքում համոզված եմ հազարավոր մարդիկ կմիանան։ Այո, եթե պետք է ավել, ասենք ստորագրություններ։ Արդյոք դա շարունակվում է հիմա, այսինքն եթե մարդիկ ուզենան այսպես ասեմ, մասնակցել, ստորագրել։ Այո, էլի կարող են դիմել, մենք էլի կավելացնենք ստորագրությունները։ Իսկ ինչ է ում եք ուղարկելու այս ստորագրությունները։ Արդեն ուղարկված է, ուղարկել ենք Մայրաթոր ենք ուղարկել ենք Արևմտյան թեմին ուղարկված է եւ փորձում ենք ինչ որ ժամ կամ ինչ որ մեզ կտրամադրեն, որ կարողանանք հանդիպել Հովնան Տերտերյանին։ Այո, կարողանանք հանդիպել։ Դեռ ոնց որ կապնվել ենք, դեռ ժամ ոչ մի բան չեն տվել։ Այն հարցերը, որոնք որ մենք ստեղ նշել ենք, որը որ կհրապարակեք, չեմ ուզում ժամանակ ծախսեմ դրա վրա, մարդիկ կարող են ուշադիր կարդալ եւ հիմնականում, որ այդ կարգը խախտված է եւ այդ կարգը խախտելու, ասենք, նպատակը ինչն է եւ կարգը խախտելու հետևանքը պետք է լինի, որ ամբողջ եկեղեցին է խախտվում, ամբողջ եկեղեցի կարգն է խախտվում։ Մենք էլ որպես հավատավոր ուրեմն պետք է գնանք սրբազանի դեմ, եթե մենք, բայց դա սխալ է, էլի։ Դա սխալ է, նրանք օծություն ունեն, այդ օծությունը գալիս է Աստծուց։ Մենք ով ենք, որ Աստծո դեմ ինչ որ բան անել, էլի, դրա համար սխալ է։ Մարդը բոլորս էլ մեղավոր ենք։ Եթե մենք սկսենք իրար քարկոծել, սխալ բան կլինի արդեն դրա մեջ, նամանավանդ եկեղեցի մեջ, դա հոգևոր պլանի վրա է ոնց որ այդ պայքարը կատարվում, ֆիզիկականի մեջ չի, մենք չենք էլ հասկանում դրանց հետևանքները ինչ կարող են լինել։ Յուրոնա մի հարց եմ ուզում տալ վերջում։ Հովնան Տերտերյանի շրջապատում կան, այսպես ասած, ոչ հոգևորական մարդիկ, որոնք աչքի են ընկնում իրենց ագրեսիվությամբ, ես դա նկատել եմ։ Արդյոք նրանց կողմից ճնշումներ եղել են ձեր վրա կամ մեկ ուրիշի վրա։
Մեր վրա ճնշում տենց չի եղել, ես կարող եմ ասել եկեղեցիներում իհարկե շատ ուրախ չեն, որ մենք ինչ որ ստորագրություններ ենք հավաքել, իհարկե մեր ղեկավարությունը օրինակ Սուրբ Պետրոսի ուրախ չէին եւ բացուբաց ասել են, բայց մենք հավատավորներից ենք ու ստորագրություն հավաքում, եկեղեցուն չի լինի, մեծ մասը եկեղեցուն չի եղել, փաստորեն ստորագրահավաքը ուղղակի մարդիկ տարել են, բերել են ստորագրությունները, տվել են, ասենք, եկեղեցից դուրս նույնիսկ, որովհետեւ արգելել են եկեղեցու ներսում ստորագրությունը։ Այո, այն քահանաները, որոնք որ կամ neutral position են պահում, կամ կաթողիկոսի կողքը չեն, նրանք արգելում են։ Այո, քահանաներից իհարկե այդպիսի ագրեսիվ պահվածք չի կարելի ակնկալել, բայց ինչպես ասացի, կան մարդիկ, ես նկատել եմ դա շատ թեմի առաջնորդի շրջապատում, որոնք չափազանց մեծ այդպես ագրեսիվ պահվածք են դրսևորում եւ նաեւ անգամ Նիկոլ Փաշինյանին են գովերքում եւ գովերքում են տիրադավներին, օրինակ Կճոյանին ասելով, որ հետո դուք դրան երկրպագելու եք, այդպիսի խոսակցություններ ինձ ասել են եւ ես ինքս էլ ականատես եմ։ Ու գիտեք ինչ շատ ցավոտ էր, տարիներ արդեն ես նկատում եմ, որ ընդ որում այդ մարդիկ հոգեվորական չեն։ Այո, բամբասանքներ են տարածում։ Այդ մարդիկ, ասենք, նիկոլական բուն են ստեղծել։ Այո, ու բամբասանքի հիման վրա, զրպարտության հիման վրա, որ ընդհանրապես հիմք չունի, զարմանալի է, որ եկեղեցի մեջ ղեկավարները կարող են այդ ձևի բաներ անել։ Փոխանակ նրանք ժողովրդին ասենք, թե եթե ինչ որ բամբասանք է մեկը տարածում, կանգնացնեն, ասեն չի կարելի այդ ձևի բան անել, բայց փաստորեն հակառակն է ստացվում։ Եվ դա շատ ցավոտ բան է, էլի, որ ընդհանրապես մենք հիմա մեր երկիրը այս վիճակի մեջ է բամբասանքների պատճառով, որովհետև մի հատ բան էին գցում եւ բոլոր մեդիաներով սկսում էին անկապ ինչ որ բլոգեր կոչվածները ինչ որ բան էին ասում եւ այդ ձևով տարածվում էր, որ ընդհանրապես հիմք չուներ դրա տակը։ Ու մարդիկ են իրանց տեսածին արդեն չէին հավատում էին այն բամբասանքին, որ լսել են։ Այ դա է շատ, դա է մեզ սպանում էս վերջերս, էլի, որովհետեւ առաջ այդքան բամբասանք չի եղել։ Այո։ Շնորհակալություն Յունոնա զրույցի համար եւ մենք զրույցը շարունակում ենք արդեն Տիգրան Նիկողոսյանի հետ, ով եւս շատ ակտիվ մասնակցում է եկեղեցական կյանքին եւ նաեւ այս գործընթացներին։ Ողջույն Տիգրան եւ շնորհակալ եմ, որ եկաք։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցին պետք է ունենա այլ ղեկավար, այսինքն վեհապարը պետք է փոխենք, որովհետև ինքը որոշել է, որ վեհապարը չի համապատասխանում ինչ որ չափանիշների, չգիտեմ այդ չափանիշները որտեղից է վերցրել։ Իսկ ինչ է ասում հայ եկեղեցու դավանաբանությունը ընդհանրապես, սա ինչի մասին է խոսում։ Ես գիտեմ, որ դուք բավականին լավ ուսումնասիրել եք եւ նաեւ ուսումնասիրում եք այս գաղափարաբանական կամ դավանաբանական հարցերը։ Ուսումնասիրում եմ, բայց շատ հոգևոր մասնագիտական խորը գիտելիքներ չունեմ։ Ուղղակի այս վերջին իրադարձությունները ինձ ավելի դրդեցին, որպեսզի ուսումնասիրեմ, հասկանամ հայ եկեղեցու պատմությունը, մեր առաքելական հավատքի հիմքերը, այսինքն ինձ համար շատ կարևոր էր հասկանալ ինչպես է պատահել, որ մենք մոտավորապես 1700 տարի հենց հայ առաքելական եկեղեցին իր ուղղափառ ուսմունքը պահել է, չնայած անցել է բավականին դժվարությունների միջով, բայց մինչև հիմա մենք կանգուն ենք։ Այսինքն նմանատիպ դեպքեր նախկինում եղել են տարբեր ֆորմատներով, բայց եկեղեցին այդ փորձությունները հաղթահարել է։ Եվ վստահ եմ, որ այս մի փորձություններ է հաղթահարելու։ Անդրադառնամ թեմային, որ վարչապետը կամ լինի վարչապետը կամ նույնիսկ հայ ժողովրդի ինչ-որ հատված, որ ցանկանում են միացել են իրեն, ասում են մեր վեհապարը, մեր կաթողիկոսը նույնիսկ իր ավազանի անունով են իրեն կոչում, որը շատ անհարգալից վերաբերմունք է, պիտի փոխենք, շատ կարևոր է հասկանալ, որ որպես ուղղափառ առաքելական հավատավոր ժողովուրդ մենք պիտի հետևենք եկեղեցու կանոններին, որը հաստատված է առաքյալների կողմից։ Այսինքն Քրիստոս իշխանությունը փոխանցեց առաքյալներին, առաքյալները եկեղեցիները հիմնադրեցին, առաքելահաստատ եկեղեցիները։ Առաքելահաստատ եկեղեցիների իշխանությունը գալիս է վերևից, այլ ոչ թե ներքևից։ Այսինքն եթե կաթողիկոսը նշանակված է, օծված է Աստծո կողմից,
հավատավոր ժողովուրդը, որոնք շեղված են ուղուց, որի մասը կարող է կազմել նաև իշխանությունը, իրենք իրավունք չունեն ոչ մի ձևով ըստ եկեղեցական կանոնների պահանջել կաթողիկոսի հրաժարականը։ Դա տանում է, այսպես ասած, բողոքականության, որովհետև բողոքականությունը կառավարվում է ներքևից, այսինքն մարդիկ սա չհավանեցին իրենց կարծիքով, ասում են ոչ, ես չեմ հավանում, գրում եմ ուրիշ տեղ, կամ ես հիմնադրում եմ իմ ուզած եկեղեցին։ Այդ դրա հետևանքով, ինձ թվում է, եթե ճիշտ եմ հիշում, 2003 թվականի ստատիստիկայով ամերիկյան մոտ 30-40 հազար բողոքական ուղղություն կա։ Բայց նայեք 1700 տարի մեր առաքելահաստատ եկեղեցին նույն ուսմունքի վրա է հիմնված մնացել։ Այսինքն ինչ ենք դրանից հասկանում, որ կապ չունի կաթողիկոսը ով է, գահին նստած կաթողիկոսի, ինքը կարող է անձնապես մարդկանց դուրս չգալ, բայց ինքը ճշմարիտ ուղիղ է պահում մեր ուղղափառ հավատքը։ Այսինքն իր օծությունը դրված է նրա համար, որպեսզի նա մեր ուղղափառ հավատքը ճիշտ պահի։ Այսինքն, երբ որ ժողովուրդը ասում են, որ ենթրենք չեն հավանում կաթողիկոսին, ինչ չեն հավանում, այսինքն կաթողիկոսը պիտի գնար ժողովրդին հատ-առհատ ընտանիքները մտներ, Աստծո խոսքը քարոզեր, եկեղեցու մեջ կարգեր կան, դրա համար կարգված մարդիկ կան, դպիրներ են, վարդապետներ են, քահանաներ են, որոնք ուսմունքն են տարածում եւ հավատավոր հոտին են խնամում, այսինքն երբ որ ժողովրդի մեջ գիտություն է տարածված, դա վնասում է եկեղեցին։ Դա չի կարող այդպես շարունակվել։ Ճիշտ նկատեցիք, որ վնասում է եկեղեցին եւ նաեւ բողոքականության դրսևորում է դա, եւ կարծում եմ, որ նաեւ այս գործընթացի հիմքում հենց դա է ընկած քայքայել եկեղեցին եւ նաեւ որովհետեւ մենք գիտենք, որ այսպիսի իրավիճակները նպաստում են, որ մարդիկ հեռանան եկեղեցուց, հիասթափվեն եւ հեռանան, ըստ ձեզ ինչ իրավիճակ է այս վերջին մի քանի ամիսների ընթացքում արդյոք հայ առաքելական եկեղեցին կորցրել է եւ մասնավորապես մեր համայնքում, որովհետեւ մենք խոսեցինք, որ շատերը բոյկոտում են, չեն գնում եկեղեցիներ հենց այս պատճառով, նույն տիրադավների եկեղեցիներին, տիրադավների մատուցած պատարակներին, նաեւ պսակադրության եւ այլ արարողություն չեն ուզում հրավիրել այդպիսի մարդկանց, ովքեր որ անցել են Փաշինյանական տիրադավական թևին։ Հիմա ըստ ձեզ ինչ իրավիճակ է, արդյոք մեր եկեղեցին կորցնում է հավատացյալներ։ Մեր եկեղեցին ես լսել եմ, որ account-ներ կան, որ այո, շատ հավատավոր ժողովրդի մեջ գայթակղություն է մտել, այսինքն հավատավոր ժողովրդի այն հատվածը, որ Պողոս Առաքյալը նշում է, որ դեռ կաթ է ուտում, այսինքն շատ կոշտ հավատքի մտայնություն չունի, դեռ կաթով է սնվում, այդ ժողովրդին շատ հեշտ է գայթակղության տանել, ու երբ որ տենում են բաժանում եկեղեցու մեջ, նրանք թողնում հեռանում են եկեղեցուց, այսինքն հասկանում են, որ բաժանում կա, մի հատված աջակցում է, ասում է, բայց այո, պիտի կաթողիկոս առաջնորդի եկեղեցին, իշխանությունը ինչ գործ ունի եկեղեցու հետ, եւ իրենք տեսնելով այս բաժանումը, ոչ կանոնական բաժանումը, ըմբոստությունը արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների կողմից, ասում են, այսինքն եկեղեցին ինչ որ ուսուցանում է, այս կոնկրետ այս թեմի եկեղեցիները դրան չեն հետևում եւ գայթակղություն է առաջանում, այսինքն թողնում գնում են ուրիշ եկեղեցի թեկուզ թեմի մեջ, որտեղ քահանան ավելի կանոնական ուղղության մեջ է, որ պատարակ այնտեղից ստանան, որը Քրիստոսի մարմնին, հարսին, որը եկեղեցին է, հարիս չէ։ Եվ անդրադառնամ եպիսկոպոսած դասին, ովքեր միացել են այդ շարժմանը, նախ եւ առաջ իրենք պետք է ունենան եւ հուսով եմ ունեն այդ մտայնությունը, հոգեվոր կրթությունը, որ իշխանությունը գալիս է վերևից։ Իրենք գիտեն դա, բայց քանի որ առաջնորդվում են անձնական շահերով, այստեղ Աստվածաշնչյան շատ լավ օրինակ կա, 30 արծաթի օրինակը։ Առաջնորդվում են անձնական շահերով, այդ դեպքում արդեն պառակտում է առաջանում, բայց ես վստահ եմ, որ իրենք հաջողության չեն հասնելու, որովհետև Աստվածաշունչը այդպես է ասում։ Քրիստոս ասեց, որ եկեղեցու դեմ դժոխքի դռները չեն հաղթելու։ Իսկ ըստ ձեզ ինչ Հովնան արքեպիսկոպոսի մասին եմ ուզում խոսենք, առայժմ արքեպիսկոպոսի ուսանք։ Ինչ
շահեր ունի նա այս ամենին։ Կան խոսակցություններ, որ նա ուզում է դառնալ կաթողիկոս եւ այլն։ Արդյոք դա է, թե ինչ որ կոմպրոմատներ են Հայաստանից կոմպրոմատներ են դեմ տվել։ Ես ճիշտ ասած ինֆորմացիա չունեմ, տեղեկություն չունեմ, այսինքն եթե ես խոսակցություններ եմ լսում, ես չեմ ուզում իմ կարծիքը որպես փաստ հիմնեմ այդ խոսակցությունների վրա։ Ինչ են խոսում ընդհանրապես հավատացյալների մեջ։ Շատ դժգոհ եմ։ Այդ հավատացյալներից մեկն էլ ես եմ։ Ու ինձ համար շատ մեծ գայթակղության առիթ կարող էր հանդիսանալ իր քայլերը, եթե իմ հավատքը հաստատված չլներ Քրիստոսի եւ առաքյալների հիմնած հավատքի վրա։ Բայց շատ կարևոր է այստեղ մի նուրբ պահ կա հասկանալ, որ նույնիսկ եթե մենք դեմ ենք Հովնան Սրբազանի կատարած քայլերին, քանի որ նա դեռ ունի այդ օծությունը իր վրա դրված, մենք հնազանդ ենք, բայց հնազանդությունը սահման ունի։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք, որ նա շեղվում է ուղղափառ հավատքից, եկեղեցու կանոններից, մենք որպես հավատավոր ժողովուրդ իրավունք ունենք մեր կարծիքը արտահայտելու, մեր բողոքը, մեր դժգոհությունը։ Եվ շատ նուրբ պահ կա այստեղ։ Եթե իրենք գիտեն, որ եկեղեցին ղեկավարվում է վերևից, այսինքն եկեղեցու գլուխը Քրիստոսի կողմից նշանակված դա մեր վեհափառ կաթողիկոսն է, եւ իշխանությունը գալիս է վերևից, եթե իրենք ըմբոստանում են կաթողիկոսի դեմ, որից շատերը ստացել են եւ բոլորը ստացել են իրենց օծությունը, այսինքն այս ինչ է դավաճանություն է կամ չգիտեմ ինչ է, նույնիսկ եթե իրենք ըմբոստանում են ներքևից կաթողիկոսին, մենք էլ ավելի ներքևից կըմբոստանանք իրենց դեմ։ Արդյոք դա ճիշտ է թե ոչ։ Եվ Աստվածաշնչում բազում օրինակներ կան։ Եթե դուք ասում եք կաթողիկոսը չի կարող, մենք էլ ասում ենք դուք չես կարող, չէ՞։ Այո։ Եվ կաթողիկոսի անձի մասին տարբեր խոսակցություններ կան։ Ես կուզեմ այդ նույն եպիսկոպոսները, որոնց մասին բազում փաստեր կան, որ իրենք շատ վատ կյանքով են ապրել, նույնիսկ հավատք չունեն այդ մարդիկ իրենց կյանքում, որ մարդիկ տեսնեն, այսինքն բիզնեսներ, փողի հետևից վազել, հիմա էլ դա վառապացույցն է։ Այսինքն եթե երկրի վարչապետը ասում է, որ պիտի եկեղեցին բարենորոգի, նա սկսենք երկրի վարչապետի անձնական կյանքից։ Բոլորը ամեն ինչ շատ լավ գիտեն, այսինքն ոչ եկեղեցական ամուսնություն, ոչ օրինական ամուսնություն եւ կան փաստեր, որ կարծեմ իր ընտանիքի որոշ անդամներ հաճախում են բողոքական համայնքներ եւ այդ մարդը սկսել է մի շարժում, որ բարենորոգում է առաքելահաստատ եկեղեցին։ Այսինքն այդ մարդը պիտի սկսի իր կյանքը բարենորոգել, նոր հետո առաքելահաստատ եկեղեցին բարենորոգել։ Եվ ովքեր են իրեն միացել, այսինքն դուք ինքներդ ձեր կյանքին պիտի նայեք, նոր հետո ուրիշներին քննադատեք։ Իրականում չարափոխում եմ։ Որն է հայ համայնքի, Լոս Անջելեսի հայ համայնքի ակնկալիքը վեհափառից։ Արդյոք բոլորը սպասում են, որ պետք է կարգալույց անի եւ ինչ է լինելու հետո, ինչ է կարծում։ Իրականում, երբ որ տեսնում ենք հենց դժվարությունները քահանաների միջավայրում, այսինքն քահանաներ կան, թեկուզ քահանա, ես ամենայն դեպքում մինչև հիմա մեկ քահանայի մասին գիտեմ, որ իր հավատարմությունն է հայտնել արևմտյան թեմից վեհափառին, Տեր Գևորգ Աբյանը, եւ այդ քահանաներն են, որ իրենք անմիջապես ժողովրդի հետ կապի մեջ են, եւ Տեր Սերոփ, այո, կներեք, որ մոռացա, ամբողջ ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց շատերը նաև ընտրում են միջանկյալ դիրք, որ ոչ նրա դեմ խոսեն, ոչ նրա դեմ, բայց իրականում հիմա այն պահն է, որ պիտի բոլորը խոսեն, բարձրաձայնեն, եւ իրենք քահանաները պիտի հասկանան, որ իրենք գայթակղության պատճառ չդառնան հավատավոր ժողովրդի համար, եւ հավատավոր ժողովրդի մեծ մասը, ում հետ ես որ խոսում եմ, իրենք շատ դժգոհ են այս վիճակից, այսինքն երբ որ հավատացյալը գնում է եկեղեցի պատարագին մասնակցելու եւ կանոնական պատարագին, այլ ոչ թե ոչ կանոնական պատարագին, որ վեհափառի անունն է զեղչվում կամ չգիտեմ ավելացնում են, պակասեցնում են, եւ ինքը ուրախ սրտով չի ընդունում այդ պատարագը տխրությամբ է հաղորդվում Քրիստոսի մարմնի ու արյան հետ, դա արդեն շատ մեծ պատժի արժանի գործողություն է
Աստծո կողմից ու մեր քահանաները պիտի դա հասկանան, առավել եւս Սրբազանը։ Սրբազանը պիտի հասկանա, որ հավատավոր ժողովուրդ արևմտյան թեմի կանգնած է Էջմիածնի եւ Վեհափառի հետ։ Այսինքն մեր միասնությունը գալիս է այնտեղից, որովհետեւ Էջմիածինը հաստատված է մեր Տիրոջ կողմից։ Դա է մեր միասնության կենտրոնը, դա է։ Ուզում եմ ձեզ էլ հարցնել, վերջերս Հովնան arczepiskopos Տերտերյանը հայտարարեց, որ մասնակցելու է ուրեմն փետրվարին կայանալիք այդ եպիսկոպոսած հավաքին Ավստրիայում։ Շատերը դա որակում են որպես հետքայլ։ Արդյոք այդպես է, թե ուղղակի խորամանկ քայլ է, որպեսզի համայնքի ներսում իր ուղղությամբ ճնշումները կարողանա ինչ-որ առումով կասեցնել։ Նորից ես չեմ ուզում ինչ-որ որակումներ տալ, այսինքն իր մտքում ինչ է կատարվում, արդյոք փոփոխություն է եղել, սրտի մտքի փոփոխություն է եղել եւ հետ է վերադարձել ճշմարիտ կանոնական դաշտ, թե ինչ-որ քայլեր է հետապնդում, ինչպես ասեք, խորամանկ քայլերով է առաջ շարժվում։ Ես ուղղակի ակնկալում եմ իմաստություն եւ հաստատ կամք մեր վեհափառից։ Մեր վեհափառը իմ կարծիքով այսքան ժամանակ որ դիմադրեց այս չարիքին, ինքը շատ լավ գիտի կոնկրետ Սրբազան կամ arczepiskopos, եպիսկոպոս ինչ են մտածում։ Այսինքն եթե պիտի հավաքվեն, խոսեն եղբայրական սիրով, թող փառքը լինի Աստծուն եւ թող միասնություն լինի։ Բայց եթե խորամանկ քայլեր պիտի արվեն, ես շատ հուսով եմ, որ որպեսզի խնայվի այստեղ հավատավոր ժողովուրդը, հավատավոր հոտը եւ միասնությունը, կարգալուծություն պիտի արվի։ Ամեն դեպքում դա իմ որոշելիքը չի, որովհետև ես նոր ասացի, որ եկեղեցին ղեկավարվում է վերևից, այլ ոչ թե ներքևից, բայց ամեն դեպքում շատ կարևոր է հավատավոր ժողովրդի միտքը, զգացողությունները, վերաբերմունքը եւ մտահոգությունները, որ պիտի հաշվի առնվի վեհարանի կողմից։ Շատ շնորհակալ եմ Տիգրան, Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։ Այո։ Այսքանը սիրելի հայրենակիցներ կհանդիպենք